Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ քննարկել է Բաքվում պահվող գերիների հարցը ու տեղեկություններ խնդրել հայ գերիներին վերադարձնելու Վաշինգտոնի ջանքերի վերաբերյալ։ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել է, որ Էլիսոն Հուքերին անձամբ խնդրել է հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ եւ հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին եւ արձանագրելով, որ նախագահ Տրամպը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնարարության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է իր թուրք պաշտոնակցի Հական Ֆիդանի այս հայտարարությանը, եթե Անկարան հիմա կարգավորի հարաբերությունները Երևանի հետ, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու գլխավոր դրդապատճառը։ Միրզոյանը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը միմյանցով պայմանավորված չեն եւ երկու ուղղություններով էլ Հայաստանը իրականացնում է մեջբերում անկեղծ ջանքեր։ Միրզոյանը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է նույնիսկ դրական անդրադառնալ հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ, վստահ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեջբերելով նոր կտակարանից հատված։ Պիտի նայեք եւ պիտի չտեսնեք, Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանում մեջբերում հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում։ Երկրի վարչապետը բավարարված է, որ ամեն շաբաթ կարող է գնալ եկեղեցի, մասնակցել պատարագի եւ մեղքերի թողություն ստանալ։ Իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետեւ ես այսօր չեմ գնում պատարագների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ։ Ես այնտեղ գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ։ Կառավարությունն այսօր հաստատել է 2025 թվականի ձմեռային զորակոչ եւ զորացրում հայտարարելու որոշումը։ Նախագծով զինված ուժերի համալրումը կիրականացվի 2026 թվականի հունվարի 7-ից հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զորակոչիկների զորացրումը կանցկացվի 2026 թվականի հունվարի 8-ից հունվարի 31-ը ներառյալ։ Ընդունված որոշմամբ կարգավորվում է նաև կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական եւ արական սեռի քաղաքացիների զորակոչը։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Կշարունակվի նաև ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող ամսական 50,000 դրամ աջակցությունը։ Շուրջ 30 օր ապօրինի կալանավորված մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի դեմ ցուցմունք է տվել մեկ այլ ոստիկան։ Նրա ձերբակալության արձանագրությունը կազմել մեկ ուրիշ ոստիկան, հայտնել է Մխիթարյանի փաստաբան Լիա Գասպարյանը։ Ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ անձ ոստիկան, իսկ հարցաքննվել է այլ անձ, որ ընդհանրապես Ռուբեն Մխիթարյանի ձերբակալման հետ առնչություն չի ունեցել։ Եվ այո, շատ տեղին էր ձեր հարցը, երբ որ մենք այդ տեսագրությունն ենք դիտում հարցաքննության, նա անգամ Ռուբեն Մխիթարյանին չէր էլ ճանաչում։ Ռուբեն Մխիթարյանին, երբ որ հարցաքննում են այդ տուժողին, չի կարողանում նկարագրի Ռուբեն Մխիթարյանին։ Ագարակ մաքսային անցակետում կասեցվել է Իրանից 3 բեռնատարով մաքսային հսկողությունից թաքցված մեծածավալ ծխախոտի ներկրման փորձ։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ ռենտգեն զննությամբ բացահայտվել է բեռնատարներում, որոնք հայտարարագրված են եղել որպես ցեմենտ տեղափոխող, ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ, նախապես պատրաստված թաքստոցներում։ 6530 տուփ չմագնշված ծխախոտն առգրավել է։ Իրանի 3 քաղաքացիների նկատմամբ կազմվել է մաքսային արձանագրություն։
Անկարայում հանդիպել են Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահները։ Վլադիմիր Զելենսկու պաշտոնական այցի գլխավոր նպատակը Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիների քննարկումն էր։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնահերթությունն է բոլոր միջոցներով ավարտել պատերազմը։ Ըստ նրա, միայն Թրամփը եւ ԱՄՆ-ն կարող են վերջ դնել պատերազմին։ Թուրքիան պատրաստ է տրամադրել հարթակ բանակցությունների համար։ Հանդիպումից հետո Էրդողանն ասել է, որ կարևորում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների Ստամբուլյան բանակցային գործընթացի վերսկսումը։ Չնայած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը այցը չեղարկել է հանդիպման օրը, սակայն ամերիկյան մամուլը քննարկում է, որ Կիևին է փոխանցվել ԱՄՆ-Ռուսաստան համատեղ պլանը, որով պահանջվում է զիջել Դոնբասը, ռուսերենը ճանաչել պետական լեզու եւ կիսով չափ կրճատել բանակը։ Նշվում է, եթե Զելենսկին հրաժարվի կատարել պայմանները, ԱՄՆ-ն կդադարեցնի ռազմական օգնությունը։ Ըստ NBC News-ի, Դոնալդ Թրամփը հաստատել է 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Ուկրաինան այս գործընթացին չի մասնակցել։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև հնարավոր պատերազմի մասին հրապարակումներ են արել արևմտյան պարբերականները։ Ըստ Washington Times-ի հոդվածագրի, Խաղաղ օվկիանոսում իրավիճակը կտրուկ սրվել է։ Հետախուզման տվյալների համաձայն Չինաստանը ակտիվորեն նախապատրաստվում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների դեմ հնարավոր ռազմական բախման, Թայվանի եւ Ճապոնիայի մոտ գտնվող վիճելի Սենկակու կոչվող կղզիների համար։ Վերջին օրերին Չինաստանի առափնյա պահպանության զինված նավերը մտել են Ճապոնիայի կողմից վերահսկվող Սենկակու կղզիների ջրային տարածք։ Սա դիտարկվում է որպես ուղիղ սպառնալիք Տոկիոյին եւ փորձ վիճարկելու տարածաշրջանային ստատուս քվոն։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ Թայվանի դեմ ագրեսիան Ճապոնիայի համար գոյութենական սպառնալիք է եւ Տոկիոն կարող է ռազմական միջամտություն ցուցաբերել։ Պեկինը զգուշացրել է կրակի հետ չխաղալ եւ խոստացել ջախջախիչ պատասխան։ Վերլուծաբանները նշում են, որ Չինաստանի ժողովրդի ազատագրական բանակը մշակում է ռազմավարություն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին տարածաշրջանից դուրս մղելու համար։ ԱՄՆ-ն իր հերթին վերահաստատել է, որ Սենկակու կղզիները գտնվում են ԱՄՆ-Ճապոնիա անվտանգության պայմանագրի պաշտպանության ներքո։ Փորձագետները զգուշացնում են, որ Թայվանի եւ Սենկակու կղզիների շուրջ ստեղծված իրավիճակը ներկայումս աշխարհի ամենավտանգավոր թեժ կետերից մեկն է, որը կարող է հանգեցնել գերտերությունների միջև լայնածավալ պատերազմի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է արհեստական բանականության ճանապարհորդություն խորագրով համաժողովին։ Նա ելույթում նշել է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ քրիտիկական կախվածություն օտարերկրյա արհեստական ինտելեկտի համակարգերից։ Նրա խոսքով դա տեխնոլոգիական եւ արժեքային ինքնիշխանության հարց է։ Ըստ Պուտինի, Ռուսաստանի տնտեսության մեջ արհեստական բանականության ընդհանուր ներդրումը մինչև 2030 թվական պետք է գերազանցի 11 տրիլիոն ռուբլին։ Ցուցադրության ժամանակ արհեստական բանականությամբ աշխատող ռուսական արտադրության ռոբոտը ապարել է Պուտինի համար։ Կրիշտիանո Ռոնալդուն Դոնալդ Թրամփից ստացել է Սպիտակ տան խորհրդանշական բանալին։ Թրամփը ֆուտբոլի համաշխարհային աստղի եւ նրա կնոջ համար զբոսանք է կազմակերպել ԱՄՆ նախագահի նստավայրում։ Այդ մասին տեսանյութ է հրապարակել Սպիտակ տունը։